Պետության սուվերենությունը, ինքնիշխանությունը մեկ չափանիշով չի չափվում, բայց ամենակնհայտ եւ շոշափելի չափիչներից մեկն այն է, թե իր տարածքում օտար պետության մշտական ռազմական ներկայություն կա թե ոչ։ Երբ ուրիշ երկրի ռազմաբազա է կանգնած քո հողի վրա, դա միշտ էլ նշանակում է ոչ միայն անվտանգություն, այլև ազդեցության լծակ սահմանափակում քո որոշումների ազատության վրա։ Ռուսական ռազմաբազան Հայաստանից պետք է դուրս բերվի ոչ թե հույզերով կամ հակառուսական տրամադրությունների ալիքի վրա, այլ սառնասիրտ պետական հաշվարկով՝ սուվերենություն, անվտանգության իրական արդյունավետություն եւ ամենակարևորը՝ պատասխանատվություն Հայաստանի քաղաքացիների առաջ։ Առաջինը սուվերենություն։ Օտար պետության մշտական զինված ներկայությունը միշտ լծակ է մեր որոշումների վրա։ Արտաքին քաղաքականությունից մինչև անվտանգային ընտրություն։ Սուվերեն պետությունը չի կարող վարձակալված անվտանգության վրա ապրել։ Երկրորդ արդյունքը վերջին 5 տարիները ցույց տվեցին ամենակարևորը՝ ճգնաժամի պահին այդ ռազմական ներկայությունը չդարձավ մեզ համար պաշտպանություն։ Երբ պատերազմ էր, չկանխեց, երբ ինքնիշխան տարածք ներխուժումներ եղան, չկանգնեցրեց, եւ վերջապես Արցախը ուղակի մեր աչքի առաջ հայաթափվեց ռուսական խաղաղապահական ներկայության պայմաններում։ Եթե ապահովագրությունը չի վճարում հենց ամենակարևոր պահին, դա այլևս ապահովագրություն չէ։ Երրորդ ռիսկը։ Ռուսական ռազմաբազան Հայաստանը դարձնում է ուրիշի հակամարտությունների առաջապահ գոտի։ Մենք ավտոմատ դառնում ենք թիրախ առանց մեր ընտրության։ Չորրորդը ապագան։ Մենք այսօր ուղիղ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բազմազան գործընկերների այսպես ցանց ենք փորձում ստեղծել, սեփական բանակի ու սահմանների ամրացման կարիք ունենք, դրա համար պետք է պարզ քայլ ձեռնարկել, ընդմիշտ փակել կախվածությունների դուռը։ Անկախությունը կես քայլերով չի լինում, կամ դու ես տնօրինում քո հողն ու անվտանգությունը, կամ ուրիշները։